Այդ տրանսպորտի հետ կապված, հա? Ասֆալտները, ճանապարհները, ջուրը, ապեր, ահավոր է։ Հեսա կնկարես, կմտնես քո աշխով կտենաս, այդպես խաղաղամերձ թող, ստեյս բացի ապեր։ Բալի ժողովուրդ։ Իմի ով է ներկայացնում, խնդիրը իրար չխանգարեք, էլի։ Մարսպետի տեղակալն է։ Գծից երևում է։ Որտեղից է ասfaltը ջարդած է, սկսում նորաբաց համայնք։ Ձեն չհանեք, մի խանգարեք։ Մենք սկզբուց նախնական ասեմ մեր նպատակը ոնց է, ասենք փակենք այս ճանապարհը մեկն է, բոլոր անցողները թող մտնեն նորաբացով։ Երկու անգամ հետո հաստատ կանցնեն մի հատ 20 կիլոմետրանոց աբյեստ կանեն, բայց չեն մտնի նորաբացով էտա։ Որովհետև ահավոր ճանապարհի այդ Մենք շատ բան չենք ուզում, մեր ճանապարհի հարցը թողնուցեն այդ ասֆալտի հարցը 50 տարի ատենց է։ Մեկ էլ մեր խմելու ջրի հարցը թողնուցեն, ասում են։ Մասիսում եկեղեցի ունի մենակ նորաբացը սիրուն շքեղ շատ լավ, դպրոց ունի շատ շքեղ շատ լավ։ Ամեն ինչը շատ շքեղ շատ լավ։ Ժողովուրդը ընտիր ժողովուրդ, ապեր, որ ինչ ապետ մեզ։ Բարի շատ համեջ ժողովուրդ 10-15 օր է, ուղղակի ճարի ոնց որ ասած վերքի բուժման մի ճանապարհը կտանք սա։ Տենդերի համար ասա, քանի տարի խապում ասում տենդերը շահել է գյուղը։ Ու այդ տենդերը կորում է։ Բայց տենդերը ինչ է շահել, ինչ գործ։ Ասֆալտի հետ կապված է մեր ասֆալտը անում։ Բայց չեն անում, այս տարի ասֆալտը 54 տրանսպորտ չի մտնում։ Մենք գալիս ենք ժողովուրդ ենք գացնելու փոստի մեջից անում ենք։ Տրանսպորտը սա չի մտնում նորաբաց համայնք։ Քանդած փոսերի Եթե ճանապարհը բաց լիներ, էլի իջնելու է, այստեղ ոտով գնային։ Առավոտները ուրա ավտոբուսի շոֆերը պետք է խնդրեմ մի հատ գա։ Այդ ավտոբուսի շոֆերին ասա։ Բայց մի րոպե, այս դեպքում հիմա մի բան էլ ավելացրա, ամենաշատ պասաժիրը որ դուք ես վերցնում ես տալը։ Մենակ ես եմ մտնում նորաբաց, ուրիշ տրանսպորտ։ Չէ, մի րոպե, հասկացամ, ամենաշատ պասաժիրը որ դուք ես վերցնում։ Որ գյուղից։ Որ գյուղից ես վերցնում։ Միանշան։ Բայց չի մտնում։ Գերջան, Ես չեմ անողը, մեր բայց դրա համար ենք ասում, դրա համար։ Բայց հələ մի րոպե։ Հասկանում եք Ու հիմա որ ստեղից այս սապրավկից, որ ուղիղ իջնում է։ Ապե սպասեք, թող մի հոգի խոսա, ժողովուրդ։ Կոնստորմուզ ես անում։ Այդքան կա գյուղում կոնստորմուզը։ Բան չես իջնում, ստեղ էլա քանդած։ Ես չեմ որոշում։ Ընդհանրապես, էսի մարզային գիծ է, ավտոբուսը քաղաքային է։ Որ եկել ասպես սպասարկում է, այդ չի նշանակում, որ ճանապարհ չպետք է լինի, այս մեքենաները սա շարքից դուրս են։ Մենք ուրեմն քաղաքացու ռաբն ենք, էլի։ Բան չեմ ասում, ճիշտ հասկացեք, ես է ձեր։ Չէ, ես հիմա ուզում մի հատ ճշտում, մի րոպե։ Ես է ձեր նման, ես ձեզնի շատ եմ ուզում։ Ժորժա, մի րոպե։ Ժորժ, ես ինչքանով հասկացա, ձեր պահանջները արդարացի են։ Իսկապես, ես էլ գյուղացի եմ, ես էլ գյուղի մարդ եմ, եւ ես էլ իմ գյուղում այս վիճակը առաջանար, ձեր կողքին կլինեի։ Ձեր գյուղը Ես հասկանում եմ, Մի րոպե լսենք էլի։ այդքան էլ չէ, բայց ամեն դեպքում միգուցե ձերից մի քիչ բարվոք է։ Հիմա ինչ ենք անում։ Ինչ որ արվել է, կարող եմ ասել, բայց բնական է, որ դա ձեզ չի բավարարելու։ Եղել է գյուղապետի դիմումը մեզ, որ խնդիր ունենք այդպիսի, եւ մենք դիմել ենք տրանսպորտի նախարարություն։ Տրանսպորտի նախարարությանը դիմացա, որ այս խնդիրը պետք է լուծվի հանրապետական մակարդակով, որտեղ գյուղը չունի այդ բյուջեն, որի միջոցով կարողանա ասֆալտը կատարել։ Իսկ ինչպես դուք եք նշում, տեղային հարցը լուծելը հնարավոր չի։ Ներողություն, մի հատ բան կարելի է ասել։ Իսկ հիմա հնարավոր է մի հատ մարդ կանչել կառավարությունից գա որ մեծ Վերջացնի, ես որպես օդի միջոցով ասեմ։ Քանի որ կա երկու խնդիր, եւ ջրի հարց, որը կապված է գյուղի հետ, եւ իսկապես տրանսպորտի հարց։
Ես կառաջարկեմ մարզպետարանում մի փոքր հանձնախումբ ստեղծել, հանձնաժողով ստեղծել։ Tu zart, Helen, ganz tolles Kalmis. Ցանկալի չի մեր երեխեքը ոչ մեկ ստեյջն ոտով գնան։ Առհամարական բան է դա։ Չկա տրանսպորտ, չկա բոլորի համար։ Կա տրանսպորտ, պետք է լինի դա բոլորի համար։ Պետական ցանկաբանը տրանսպորտա, պետական ճանապարհներ է։ Պետությունը իր տրանսպորտին, իր մեղքով կիրառած ասֆալտ որ չունի, չի իր պետական տրանսպորտը չի մտցնում մեր գյուղը։ Հասկանում եք, եթե սա կներեք, եթե սա սեփականատեր լիներ, կարող ասենք սեփականատեր, հա, իր ավտոբուսը ջարդվում, հա, իր գրպանին է կպնում, մարդ չի մտցնում։ Սա պետական ավտոբուս է։ Պետությունը իր ասֆալտը ջարդած ասֆալտի վրա իր ավտոբուսը չի մտցնում։ Նայեք, հետևյալումն է, ասֆալտը, որը պետք է արվեր, պետք է արվի համայնքի հաշվին, որտեվ դա միջ համայնքային ճանապարհ է։ Բայց գյուղապետարանը չունի այդ հաշվարկը։ Այսինքն հարցը մենք պետք է լուծենք, փորձենք խնդրատուի դերով լինել, պահանջատուի դերով լինել, վերևից այդ հարցը լուծենք։ Հիմա եթե մենք բերենք տրանսպորտի նախարարության աշխատակցին, նա ասելու է դա իմ հարցը չի։ Գյուղապետարանը մեր համայնքի վարչապետ, չգիտեմ ազգային ժողովի նախագահ, նայեք, խնդիրը մեր լուծման մեջ է։ Եթե սակամ տրանսպորտի եթե իրականում տրանսպորտի նախարարությունից է մարդ եկավ, չի կարողանալու մեզ օգնի, այսինքն ձեր ասածը գալիս, որ դուք դիմում եք նախարարության համապատասխան այդ մարդուն, մենակ չի օգնում։ Գցելու համայնքի վրա համայնքը չի կարող անել, չունի այդ ֆինանսը։ Մեկ անգամ էլ եմ ասում, որ ձեր ակցիան այսօր ունեցել տվել է իր նպատակը, այսինքն նպատակը են կլինի, որ ուներ։ Ես ձեզ ուշադրում ասում եմ, եկեք նորաբաց մասիշ ճանապարհը, միջ համայնքային ճանապարհը, ես ասեմ այսպես բաղենք, այո, ապել մասը, պետք է մտնեք գյուղի մեջ, որ ապել մի անգամ է տալուց հաստատ կադավի կոչեր ասել։ Գերեզմանները չեն կարող իրանց այդան ընկնեց ահավոր վիճակա։ Հեցի մարտերնա, քաղաքում շատ քան ամեն քաղաքապետան ունենք։ Տարոն Մարկարյանը ասեց, բոլոր գերեզման տանող ճանապարհները ասֆալտացված են։ Մենք սաղենք, մեղրերից ցավը տանեմ, սաղերին մի քիչ տենք այլ։ Քաղաքի թափ։ Մի ոտով գյուղից եկել եք, չէ՞։ Քանի կիլոմետր։ 4 Ու ես ամեն օր ես վիճակն է։ Ոտով գնում են, որ նստեն 67-ը։ Ատոյ բան։ Ոտով եք չէ գալիս գյուղից։ Ոտով եք գյուղից գալիս։ Ու ես ամեն օր ես վիճակն է։ Դասի պետք գնաք։ Ու չանում եք, հա։ Այս ամբողջ դեպքի գնամ ես։ Միասին հասկանում եք խնդիրը ինչու՞մ է կայանում, ինչ են կանում, դրանից հետո հիմա ճանապարհը
դրանից հետո եւ տրանսպորտի հետ կապված եւ մարզպետարանի հետ խոսանք, մենք ձեր կողքին ենք, ձերը դուք ինչ եք հուսատալի, ինչ հույս եք տալի։ Հիմա մի հատ նախ պետք է հարցին ծանոթանանք դրանք, ինչու՞մն է խնդիրը։ Հասկանանք դրանք ոնց են կարող այդ հարցը լուծենք, հետո նոր լուծումը իրար հետ միասին կտանք։ Լավ, գոնե էս մի տարբերակ։ Մերես մեծ համայնք է էլի փառք ասում։ Ձեր թույլտվությամբ բայց 54-ը մտա պետք է կայնենք ընդ փագենք մտի գյուղով։ Մենակ 54-ի դեմ։ Հիմա նայեք ինչ եմ ասում։ Մինչև մեր հարցին հետանք լուծում տանք։ Հիմա հենց հիմա գնում ենք։ Մենակ 54-ի դեմ։ Հիմա հենց հիմա գնում ենք իմոտ, հասկանում ենք խնդիրը ամբողջությունն է եւ 54-ի հետ կապված եւ մարզպետարանի հետ կապնում ենք տնանք ասֆալտի խնդիրը եւ հալուցումի։ Դրանից հետո նոր իրար հետ կորոշենք։ Հիմա ճանապարհը բացում ենք, մնացածը իմոտ կորոշենք։ Ժողովուրդ, դուք էլ մի հատ ասեք, Բենո ջան, ես Ջանիկ ջան։ Տեղականը նորից տեղ է, լուծումը նորից գնանք մոտի ինչ նոր բան չի։ Ուրեմն հասել ես ներկայացնում եմ միլիցիայի բաժանմունքի պետնա տեղակալն է եւ տեղակալներ բոլորն են ստեղ։ Բայց այստեղ ես նույնիսկ ասում ենք անդառաջ ենք մեր տեղական ղեկավարներին։ Մարդիկ մեզի հուսադրում են տալիս։ Ասում են կանենք։ Այդտեղ մի հատ էս մարդը ասում է 4 օգնոց ինչ մի հատ։ 4-5 չէ, հիմա նայեք ասեք։ Մի բան, իսկ եթե էսի մենք չհասանք ինչ որ մի աստիճանի։ Այս անգամ մի հատ ժողովուրդ 10 օր հետո նորից գամարակել։ Ուրեմն մենք մի օր հետո հիմա մենք անենք ենք անելու, ձեր կողքը կանգնենք, այս հարցը լուծենք։ Ես ձեր ցավը տանը, մեզ հետ է պետք։ Պայմանավորում ենք, եթե Բենո ջան, նորմալ է։ Եթե լուծում չեղավ հարցին, մենք հաջորդ անգամ մեզ չասեք։ Ուրեմն ես քո հետ կանգնելու եմ, միջև վերջ կանգնելու եմ, հարցը լուծի։ Ինչքան հնարավոր է։ Ես ձեր Բենո ջան, ժողովուրդ, մարդկանց առաջ կա մի կոմպրոմիսի պետք է գա։ Իսկ Վարդանյան ջան, ես սենց բան ասեմ, Զաքարյան ջան, մենք ես այդ 4 հոկանոց հանձնաժողովը բարև ցավը տանը, բարև Զորո ջան։ 4 հոկանոց հանձնաժողովը մենք ստեղ 4 կարող է 5 չէ, դու ուզում եք 10 հոգի։ Չէ, շատ էլ պետք չէ։ 5 հոգի, որ իրար հասկանան, կազմակերպենք այդ 5 հոկանոց հանձնաժողովը, կգանք կնստենք, մի հատ կոմպրոմիսի կգանք, դելա տրանսպորտի չմտնելը, եւ երկրորդ գլոբալ խնդիրն է իր գունե 9-ին ջրերի կտրելը։ Մենք Սոչիկով ջուր ենք մտնում։ Երևան քաղաքի ջուրը մենք մենեջով անենք։ Մենք այս խմելու ջուր չի, գոնե լոմանա։ Հիմա դրա համար եմ ասում, քանի հոգով դուք նպատակահարմար եք։ Իրար հետ գնում ենք ցանկացած խարույց, ինչ որ պետք է զանգենք իրար հետ բացեք։ Ժողովուրդ ջան, նորմալ է։ Որոշեք ով այդ Որոշեք դուք ձեր մեջ, որոշեք ով է։ Բացեք։ Գաք հեսա 4-5 հոգով էլ կորոշեք ով չէ։ Գարիկ, 4-5 Ժողովուրդ ջան, եկեք։ Ժողովուրդ ջան, մի հատ խնդրանք, մի հոգի փոխնախարարին ձեր խնդիրը արդարացրել բարձրաձայնեք, որտեղ նախարարը ուղարկել արդեն։ Բարև ձեզ։ Մերը Սենյան Արավն եմ, տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալը։ Ուրախ եք ելնես։ Նորաբաց համայնք է սա։ Այո։ Քաղաքին հարակից։ Երևի գալուց նկատեցի քաղաքը երբ որ կիսում է, սկսում է որ մեքենան հենց առաջի փոսը տեսավ, դա նորաբացն է։ Քաղաքից որ եկել եք, հենց առաջի փոսը սկսում է, դա սկսում է սկիզբը նորաբաց տեղից սկիզբ առնում։ Մինչև ստե երևի նկատեցի։ Փոսերի պահանջը, այդ փոսերի պատճառով այսօր 54 համարի տրանսպորտը, որը որ մեր գյուղին մտել այս 4-5 տարի սպասարկում, մի տրանսպորտն է, չկա երկրորդը։ Գյուղը շրջանցում հասնում է մյուս գյուղերը։ Հա, չի մտնում այս համայնք։ Ասեք դուք խնդրում եմ որպես պատկերացրեք ձեզ այս համայնքի որպես ոչ թե փոխնախարար, այլ համայնքի ինչ-որ մի բնակիչ։ Ու այս հարցի լուծումը տալիս է մոտավորապես տարիներ արդեն, էլի։ Մեկ էլ կներեք, մեր ջրը խմելու ջրի հարցն է, որ մենք չունենք նորմալ ջուր խմելու։ Խմելու ջուրը կապի նախարարության հետ կապ չունի, չխառնեք։ Հիմա եկեք երկու մասի բաժանենք ձեր հարցադրումը, հա։ Առաջինը փաստորեն ճանապարհի մասին է խոսքը։ Կոնկրետ է։ Որ ճանապարհի պատճառով գյուղը զրկվել է տրանսպորտային սպասարկումից։ Տրանսպորտային սպասարկումը ձեր գյուղի իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Այո։ 54 համարը Երևանի քաղաքապետարանի երթուղին է, հետևապես լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է։ Տրանսպորտի նախարարությունը մեր մայրաքաղաքային երթուղիները չի սպասարկում, դա սպասարկում է Երևանի քաղաքապետարանը։ Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա ճիշտն ասած
ես եկա այդ ճանապարհով, չէի ասի թե ճանապարհը անանցանելի է։ Շատ ներողություն հազար անգամ կներեք։ Դուք այդ մի թիքան եք եկել։ Հիմա միասին կգնանք այն չալաղաշ տեղերը։ Շատ լավ։ Մարդաբոյ փոսերը։ Ես հիմա իրար հետ կնայենք ու ես հենց հիմա պատրաստ չեմ պատասխանել ձեր հարցին, թե ձեր ճանապարհաշինության հարցը, ճանապարհները երբ կվերանորոգվեն։ Իհարկե մարզպետարանի լիազոր ներկայացուցիչների հետ հարցը քննարկելուց հետո մեր նախարարությունում քննարկենք նաև ձեր ճանապարհների հարցը։ Եթե ինքը քաղաքային տրանսպորտ է, ասենք մենք հասկանում ենք մեր գյուղի բյուջեն հնարավոր չէ ճանապարհը սարքելու համար։ Դա պետք է պետությունը սարքի։ Եթե պետությունը չի աջակցում դրան, թույլ չի տալի 54-ը մտնի գյուղ, բայց պետությունը ինչ պետք է անի պետությունն։ Բայց 54-ը չի մտնում, որովհետև ավտոբուսը մտնում է գյուղացիները ճանապարհով գյուղմթերք են տեղափոխում, դրսից չեն կարողանում չէ։ Երեխեքը ոտով են գնում։ Սա ավտոն կոտրվում է ավտոները։ Ուղղակի խնդիրը առաջացել է կներեք, էլի պարոն փոխնախարար։ Ուրեմն սա առաջացել տալիս, որ ձեր խնդիրը կհասնի պատգամավորներին, կհասնի կքննարկվի անպայման մեր նախարարությունում, կներկայացնենք կառավարություն։ Հարցի հրատապությունը կորոշվի երևի ամենաբարձր մարմիններում եւ ըստ հրատապության ձեր հարցը կլուծվի։ Դրա համար երևի հասկանում եք, որ ազատ գումարներ չկան, կա երկրի բյուջեով նախատեսված ճանապարհաշինություն, ճանապարհների հիմնանորոգման համար հատկացված գումարներ, որը ամեն տարի հաստատվում է երկրի ազգային ժողովում։ Հիմա ըստ այդ բյուջեի մենք կնայենք, եթե իհարկե կան այդ գումարները կամ եթե անհրաժեշտությունը այնքան մեծ է, որ պետք է լրացուցիչ հայտարարվի, կդիմենք կառավարությանը եւ դրանից հետո կարող եմ ես ձեզ պատասխան տալ ձեր գյուղի ճանապարհը։ Մեզ ամեն տարի ասում են տենդերը կա։ Ուրեմն սես մի բան ասեմ։ Ուրեմն Սարշակունյաց փողոցին կարելի է դա Երևանն է, տարին 3 անգամ քերել, անել։ Իսկ մի րոպե կներեք մի բան։ Նորաբաց համայնքի վերջի 20 տարվա մասին է խոսքը, վերջի 25-30 տարվա մոտավորապես դրա մասին է խոսքը, որ համաձայն հին ասֆալտ, աղացած ասֆալտ, չգիտեմ, մենք լավ կներեք, մի օրինակ բերեմ, ես իմ մեքենան, թանկարժեք մեքենաները չեմ հրաժարվում, ամիս տարեկան մուծում եմ 130,000 դրամ գույքահարկ։ Ասֆալտի համար, ինչ տարբերություն Երևանցի եւ Նորաբացի բնակիչը։ Խեմ ես տալիս 130,000 դրամ, ինչի մար եմ տալիս։ Ուղղակի մենք մի քիչ կներեք, այսքան հարակից քաղաքին ու առհամարված ենք մենք զգում, առհամարված։ Դե բաց հավատ տանեմ։ Ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բազմաթիվ համայնքներում այս խնդիրը շատ արդիական է։ Միայն Նորաբացը չի։ Մենք այսօր շատ համայնքներում ունենք նմանատիպ խնդիր ու երկրի ֆինանսական միջոցները հնարավորություն չեն տալիս միանգամից բոլորը հիմնանորոգել, ասֆալտապատել, որպեսզի բոլորի պահանջները։ Տրանսպորտ մտնելը բյուջեի հետ կապ չունի։ Մեղք ենք էլի։ Եկեք մեզ հնարավոր, դուք բարձրացրեցիք հարցը, ես լսեցի ձեր հարցը։ Եկեք հնարավորություն տվեք։ Ձեր հարցը հասցնելու ամենաբարձր ատյաններ, որտեղ կքննարկվի եւ ձեզ կպատասխանեն։ Դե դեպքում մի խնդրանք ունենք ու վերջ։ Մի բան, մենակ տրանսպորտի հարցը խնդրում ենք, եկեք, լուծեք այդ հարցը, որ գյուղ մտնի։ Եթե այստեղ կա ձեր մարզպետարանի ներկայացուցիչը, եկավ գնաց, նեղացավ գնաց։ Պարոն փոխնախարար, մի խնդրանք էլ գյուղացիների կողմից։ Ձեր տրանսպորտային սպասարկումը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը։ Ես իհարկե կկապնվեմ իմ գոլեգաների հետ նաև Երևանի քաղաքապետարանում, որ կփորձենք հարցին լուծում տալ, մինչև ճանապարհների հարցը հասկանանք։ Դրա համար Պարոն նախարար, մեկ էլ մի խնդրանք տրանսպորտի նախարարությանը ենթարկվում է հայփոստը, թե ոչ։ Հայփոստը հանձնված է հավատարմագրման կառավարման։ Ու ենթակառուցվածքների արդիականությունը համաձայն պայմանագրի ամբողջովին կառավարիչի լիազորությունների ու պարտականությունների մեջ։ Իսկ դուք որպես նախարարություն, շատ ներողություն, նախարարություն չի կարող բարի կամք դրսևորի դիմի այդ դրանց ղեկավարությանը բացեք, էլի ասել ես տարածքը բացեք։ Տեսեք, սա փոստն է։ Որպեսզի մենք բարի կամք այստեղ գյուղացիները ուզում են Կներեք ես հենց հիմա նախարարությունից մի րոպե Պարոն Պետրոսյան
ես նորաբաց գյուղում եմ, ճանապարհների խնդիր կա։ Ես խնդրում եմ բարձրացրեք մեր այս տարվա պլանները, ծրագրերը ու ես պարտավորվել եմ, որ 1-2 օրվա ընթացքում ժողովրդին պետք է պատասխանենք ինչ է սպասվում ճանապարհաշինության բնագավառում կոնկրետ նորաբաց գյուղում։ Նախորդ իմանալով որ խնդիրը կարող վերաբերվի ճանապարհաշինությանը, ճանապարհի ժամանակ չեմ ունեցել, ես 15 րոպենա որ հասել եմ ես։ Շնորհակալություն դրա համար եք շնորհակալ։ Հիմա մի խնդրանք, պարոն փոխնախարար, նախարարին ասեք, ժողովուրդը մի 2-3 օր կսպասի, չէ, էլի։ Դուք խնդրեմ ասեք, որ ինչքան սպասենք։ Ուլտիմատում չեն տալի։ Մինչև 2 շաբթի։ Համար թող մի շաբաթ տալի, բայց պատասխանը կտանք, ոնց ենք տեսնում հարցի լուծումը։